Բարի օր սիրելի թանկագին բարեկամներ, այսօր չախոբիլի եմ ուզում պատրաստեմ ու ձեզ էլ ցույց տամ, հուսով եմ անձրևի չի խանգարի, նախապատրաստել եմ բաղադրիչները, բոլորս էլ պատրաստում ենք չախոբիլի, բայց ամեն մեկս հյուրովի ենք պատրաստում, նախապատրաստել եմ սող, հավիթևիկներ, թարմ հավիթևիկներ ունեինք, կարմիր պղպեղ, սխտոր, մաղադանոս, համեմունքները ընթացքում արդեն կասեմ։ Նախ սոխն եմ կտրատում, կիսալուսնաձև, այս տեղափոխեմ ամանի մեջ, կարմիր պղպեղը հիմա կկտրատեմ, ես վերցրել եմ հենց կարմիր գույնը, որովհետև այսպես ճաշը ավելի գունեղ է լինում, սիրուն է լինում, կարելի է իհարկե, եթե կարմիր չկա, վերցնել են ինչ որ կա։ Չափաբաժինները կգրեմ տեսանյութի տակ։ Այս անգամ չախոբիլին մի քիչ ուրիշ ձևով եմ պատրաստելու, այսինքն հավի միսը պետքա մի փոքր տապակեմ երկու կողմից։ Թավայի մեջ արևածաղկի ձեթ եմ լցնում ու թևիկները երկու կողմից մի փոքր տապակում եմ, այնքան որ մի թեթև վարդագունի։ Երկու կողմից աղ ու սև պղպեղ եմ անում։ Այդ տեսեք մի փոքր ուղակի թեթևակի կարմրումա շուռ եմ տալիս, մյուս կողմն էլ նույն ձևով աղ ու պղպեղ եմ անում, տապակում եմ ու հանում եմ թավայի միջից։ Մինչև միսը կտապակվի, այս ընթացքում կկտրատեմ մաղադանոսը։ Եթե համեմ ունեք, կարող եք համեմ էլ ավելացնել։ Սխտորն էլ մանրեմ, սխտորը յուրահատուկ համա տալիս այս ճաշին։ Նույն ձեթի մեջ, ինչի մեջ որ միսը տապակել եմ, հիմա սոխն եմ տապակելու, շատ չէ, այնքան որ մի փոքր փափկի ու կավելացնեմ կարմիր պղպեղը։ Իրար հետ նորից մի 2-3 րոպե էլ կտապակեմ ու միսը արդեն կավելացնեմ։ Ահա, հիմա միսն էլ ավելացնեմ։ Մի փոքր խառնեմ, ամանս մի քիչ փոքր է, ու կավելացնեմ արդեն տոմատի մածուկը, ավելի տոմատի սոուսը ավելի շուտ, մի փոքր լոլիկի կտորներ կան մեջը, մոտավորապես մի 500-550 գրամ կլինի։ Ես ավելացնում եմ, մի քիչ ջուր կլցնեմ, ափսեմ, ողողեմ ուղակի։ Սա էլ եմ ավելացնում, տարածում եմ այսպես մսի վրա, հիմա արդեն կավելացնեմ համեմունքները, մի քանի հատ չիլի պղպեղի, չորացրած չիլի է, չիլի պղպեղ կավելացնեմ, մանրեմ այսպես, սա հաճելի կցվություն կտա։ Ավելացնում եմ նաև սամիտ չորացրած, խմելի սունելի մոտ մի թեյի գդալ, քրքում, աղ, իհարկե չենք մոռանում, որ միսը մի փոքր աղել ենք արդեն, կարմիր աղացած պղպեղ, դափնետերև, չորացրած ռեհան, իհարկե համեմունքները կարելի է ճաշակի փոխել, բայց սրանք իրոք շատ համով է լինում այս համեմունքներով։ Կծածկեմ, թողնեմ մի 15-20 րոպե կեփվի, հետո արդեն կավելացնեմ սխտորն ու մաղադանոսը, նորից կթողնեմ կեփվի։ Ընթացքում խառնում եմ, ես մի 40-50 գրամ ջուր եմ ավելացրել, որպեսզի ավելի շատ հյութեղ լինի։ 20 րոպե հետո ավելացնում եմ սխտորը ու մաղադանոսը։ Ծածկելու եմ, թողնեմ էլի մի 10 րոպե եփվի, դե հավիթևիկները շատ շուտ են եփվում։ Նայեք ինչ ախորժալի տեսք ունի։ Արդեն պատրաստ է, կարող ենք համտեսել։ Համտեսենք, չնայած
Վստահ եմ, որ շատ համով է եղել։ Նայեք ինչ ախորժաբեր տեսք ունի։ Շատ համով է ստացվել, սիրելիներս, դուք էլ պատրաստեք ու անուշարեք։ Բարի ախորժակ։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Հաջողություն, սիրելի բարեկամներ։